Մի վարքյան սիրելիներ, կարևոր թեմա ունենք դիպչելու, մեկ-երկու կետ էլ արդեն դնելու եզրափակելու բավականը, հա։ Պես ընտրությունների շեմին ու այս թատրոններին չեք գցելու էլի մարդկանց։ Սիրելի հայրենակից, բարի երեկո, բարի լույս ու առավոտի լույս ու արեգակն է արդարել մեր մյուս համայնքներին։ Երեկվա չգիտեմ նայեցիք թե չէ, շատ խորհրդավոր եւ հովանու հայտնության մեջ էլ նշում, որ լուսինը այրուն կդառնա։ Ես անցյալ անգամներին այս տեսակ խորհրդավոր, այդ տեսակ տեսարան չէի սպասում, որ լուսինն էր երեք գիշեր օտարափերում ճիշտ այրանգույն։ Հիմա գիտական եւ գիտության բացատրություններն ու մեկնաբանությունները չգիտեմ, բայց գիտեմ, որ մի քիչ արթուն լինելու ժամանակն է, որովհետեւ այդ բոլոր կետերը մարգարեական գալիս իր տեղը նստում է։ Վարդանանքը իր շուրջը հավաքում, փորձում է, աշխատում է հավաքի, չենք ասում մենք սուրբ ու սրբազան ենք, մենք էլ ենք մարդ, բայց մեր եկեղեցուն տեր կանգնելու եւ վերականգնելու տնտեսվարությունը հայարակելական սուրբ եկեղեցու, որը վստահվել է մեր նախնիներին։ Միջի գալուստն փարավորյալ Քրիստոսի հավատքը եթե մեջը տա, դու հավատքի ականջով կլսես, եթե հավատքը մեջը տա, հավատքի հայացքով կնայես կտեսնես Գարեգին Նովա, Պիպո Նովա, Հովնան Տերտերյան Նովա, Փարաչայով Գեորմամիշները։ Բագրատ, Մագրատ, կապ չունեն մեր եկեղեցու հետ։ Տավուշի կուրկուրը խլամ ավտոմատ բանակից վրա ծախած սրանք հենց այդպես կոպիտ չի, տեղին է, հարկ է։ Ուրեմն մեջբերում պիտի անեմ շատ կարևոր հասկանալիք ունես, գվարդիա, որ ասում էի կանգ առ, ինչպես էինք ասում, ճանապարհ չասեմ, էլի մի քիչ գրագիտացնեմ, հա, երթուղու պլանավորման դասախոսության ժամանակ, երբ որ ասում էի տեղեր կա, որ էսի ստոպներ չէ նշանակում, իջի ներքև, ծնկի, նայի, նախ առաջին հերթին ստոպ նշանակում է ամեն ինչ ստոպ, look, listen and smell, նայի, լսի, հոտոտա, well, նայելը, լսելը եւ այդ ամեն ինչը ունի այսօրվա մարտադաշտում գործիքավորում։ Ասում եմ լայվ եմ մեսենջերով օքեյ կգր մի արեք այդ բանը երեխեք, որովհետև հիմա screen share պետք է անեմ, հետո պետք է ասես վայ ընդ երևացի։ Մի արեք։ Հստակ արձանագրեք, նախ Բաքուն ամեն մի լայվս հետևում է, այսօր Անկարան էլ կասկած չունե։ Մտահոգված չեմ ստորագրված թղթերով։ Այսօր զինվորական շատ կարևոր թեմա ունես ստանալու, բայց ամենակարևորը հասկացի, լուսինը լրիվ այրունոտվեց երեք։ Հովանու հայտնության 6:12 կարծեմ, եթե չեմ սխալվում, մտի կարդա։ Բաց կարդա։ Տանդ մեջ ավետարանը բաց, դիր մի տեղ այդպես բաց, մեկ թերթի, մի տողը, որ մինչև վերջակետ, սկզբից մինչև վերջակետ, մի տողը երկու, երեք, մի 4-5 բառ, կարդա նոր տնից դու սարի տղա ջան։ Դու տան տղամարդը լինելով, քեզ եմ հրամայում, ասում ու խնդրում, որտեվ տան առաջնորդն ես, եթե էդի անես, արդեն օրտնության ճանապարհները կբացես քո օջախի մեջ։ Դու չես կարող այդ օրտնությունը վիզ դնես աշխատելու, զուր ես աշխատում, տղա ջան։ Աստծո օրտնությունը, նրա ողորմությունը, որի միջոցով սրբերը սրբեր են։ Բոլոր սրբեր են Տիրոջ ողորմությամբ, այլապես շատերը մարդասպան են։
բոլոր ծնկները պիտի ծալլվի իմ Աստծո առջև։ Ալելույա Տեր ամեն, փառք անվանը Հոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո ամեն, օրհնյալ ես Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր, որ նստավընդ աչն մեր երկնավոր Հոր եւ գալիս է ալելույա Տեր ամեն։ Ուրեմն այդ ամեն ինչին անդրադարձ անելու ընթացքում ուզում եմ մի անձնավորության անդրադարձանեմ, որեսի գնա պորտը նստի տեղը ու վերջանանք։ Արցախի հանրապետության վերջին ժամանակահատվածում ղեկավարությունը, որ բանտում է Բաքվում, մենք չենք պահանջելու ազգովի, որ ազատ արձակեք, պետք է պահանջենք, որ կանդալներով տան մեզ, որ դատենք ու կդատենք։ Իրանց սաղին էլ, ետ մահուս սատկածին էլ, սաղ ու սատկած դատելու եմ ասում եմ։ Մեջբերումս պիտի լինի վերջերս շատ ձեր աղմկահար վլվլիկ, այսպես գցած, հիմա սենսորներին լսել նայելու, արդեն գիշերը, ձայնը, ջերմությունը պիտի ճանաչես գվարդիա։ Եվ այդ նույն, այստեղ շատ մակերեսային եմ տալու, բայց ինչ-որ ներքին կարգով կստանաս, պիտի առաջնահերթ քո անելիքդ լինի, եթե ինչա պետք բանակին։ Բանակին հայկական ինչա պետք։ Եթե մամային դեղա պետք, դու ճանապարհին էտի արա ու վազի, տես բանակին ինչա պետք։ Իմ շարքերում պավեսկից թռնող չկա։ Ոչ էլ իմ կողքինների մեջ խորհրդի։ Պավեսկից թռնող, իմ շարքերի կանանիկ պավեսկից թռնող չեն, ու մնաց տղամարդիկ։ Պիպո, նորից անդրադարձ, կատակով էլի շեչվանիր միմը, համ շվագեմ ոչ։ Գնա Բուլղարիա, Պիպո։ Ասում եմ գնա, մի հատ սառը պիվա խմի, արա։ Գնա Բուլղարիա, Պիպո։ Գնա։ Սիրելի հայրենակից, Նիկոլը ստորագրեց տվեց, Նիկոլ Փաշինյանի ստորագրած թուղթը, էսա վաղը կքամ, Աստված մեծը։ Հրետանու տղաներին պիտի ասեմ, մի հատ հլը Զարիշայ, մի հատ լցրեք հլը սրա խողովակ, այդ ստորագրած թուղթը Նիկոլ Փաշինյանի տնելու եմ Սնարյադի բերանի, պիտի ասեմ կրակ, պահեց, ինչ թուղթ, ինչ համաշխարհային միջազգային ստանդարտներ, նորմեր, ինչ ես խոսում, դու բանակային ես տղա ջան, եկելա ֆորմեն հակելա, կայնելա ես իմ որտեղ, մենք դիրքերում հող պահենք, դու հողը 10 ստորագրես, էլը զինվորական շորերով ընկակ մեյտան, այ է ծռան վերգոյի հետ, էթմեմ դիրքեր, եկա անգջիցդ բռնելու եմ եթանք դիրքեր, պոստեր, երեխեքին հերություն արած է այսօր, ըհը ձունը դրած, են որ հին հայրենով էինք ասում, բայց հայրեն չէինք ասում, ասում ենք այազ, այդ պարզ լուսնյակ գիշերը, ձունը որ սառուցա դառնում, հա, այդ պոստերում կանգնած իմ կողքի վաղմիսոր մարտական ընկերս, հիմա այնտեղ կանգնածա, անգջիցդ բռնելու եմ եթանք ընտե արա, դու տես հողով ա պահում, և 44 օրյային գումարտակի հրամանատար խուրցով պլանը ջեբը թռել ես երեխեքի վրից, ուզեցել ես զենքն է տանես, խլինքդ փուչի կա կանգնել, հազար ներողություն ժողովուրդ ջան, զենքը չես կարծե տանես, երեխեքի հետ մնացող հերություն արած, հզոր երևույթներս, նրանցից մեկը, այ կտանեմ ցույց կտամ, վերդեր կայնած երբ որ դու ցույց հակենեիր, զինվորական շորերով, ստորագրեցող, ինչ թղթի վրա չի ստորագրել այդ տղա, այդ թուղթը սնարյադաս հայոց հրետանու դեմնա փակելու այդ թղթով, չեք պանիկայի մեջ ընկել, թատրոն ֆիլմներ եք անում, ֆիլմեր եք անում, բոլորդ ռեժիսյորու տաղանդավոր բլոգերներ եք, հիմա այս անդրադարձը շատ ա լինում Ռուբեն Վարդանյան, այդ Բադրջանի ծաղիկը, հիմա ցույց եմ տալու ձեզ,
Ուրեմն ուշադիր, վնիմание, ձեծ գավարի։ Սիրելի հայրենակից, խոսքը էս Ռուբեն Վարդանյանին ա վերաբերվում։ Հիմա էսի գնում ենք անդրադարձ 90-ականներին Կարեն Դեմերչյանին։ Իմացեք ով ա, որ գիծնա, որ կլաննա սպանել բոլորին։ Դաշնակը մարմնավաճառության հասարակած տան ազգային արժեքավորման, ոնց որ այսօր Սեֆիլյանը լայվ անում ինչ որ հավաքելա գլխին մի խունդա եսիմում իրա կնանիկին էսել է կղրկի գլենդել ստեղ ընդեղ դրամահավաք արեք որ մեր մեդիան եւ լոբինգի փող տվեք ասма փող դուր լոբի անեմ լոբի էլի Վաշինգտոնում այդքան իրավաբանավարտ անգլերենը վարժ խոսացող գրագետ Երևանում երեխեք ունեմ։ Կարանգան ասեն մենք խումբ ենք Հայաստանի Հանրապետությունից իրավաբանական լրատվական ժուրնալիզմ իրավաբանականից բացի քաղաքագիտական սոցիոլոգիական էսի միջ ցենց երիտասարդներից մի խումբ բեր թող լոբի անեն մենք էդիկ ֆինանսավորենք սիրելի հայրենակից հայրենիքը հզորացնելու համար կառավարական շենք առաջին կառավարությունը որտեղ որ կա հրապարակ փող վարչապետի լավ լսի ու գրի բարեգործ հանձնաժողով մի հատ Էլհասեսանում աղջիկներից մեկը կպատասխանի լավ անուշիկ աղջիկները մեր որ այնտեղ գաշխատին գորիավրու հա ասա ուզում եմ բանակս ուժեղանա $100 փող եմ ուղարկում Եթե ուզում ես տեղ հասնի, այլևս պետականը կառույց պետականատիպ մտածելակ է պետք է ժողովուրդ դուք լրի մաղցախող դառնալու նպատակ ունեք զինվորական շորերը հակը երակույնն էլի դա ուսին խփած այն տավուշի կուրկուրի երեխեքից էր երևի այն սերիանի եկե կայնել ասма մենք ասма բաներ ենք պահում պոստեր ենք պահում էսի ստորագրե հողերա տալի նորից նույն բան Ռուբեն Վարդանյան Մեզ թատրոնը հանում ենք մեջտեղ ուշադիր խոսում է Երևան Վերջին ժամանակահատվածի Ղարաբաղ ղեկավարող խամյակներից մեկը էս չէր մեջբերում եմ անում and I quote We do not ոնց ասեց կոնկրետ բառերով ասեմ want to express our concern of the false flag operation and assigned government of Nagorno-Karabakh of Kremlin, Ruben Vardanyan, մեջբերման ավարտ, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Անտոնի Բլինքեն, այս կեղծ դրոշի Կրեմլու Ռուբեն Վարդանյան անունով, որ բերեց դրեց Լուհանսկ, Դոնեցկ ու Ղարաբաղի դրոշի իրար հետ։ Սրան պետք է դատենք մենք։ Հիմա հետ ենք գնում։ Քանի որ վերջի խայտարակություններից ելնելով եւ էթնիկ զտման արում քանի որ մեջբերում եմ կենտրոնը դեռ ճնշման տակ ասում գայթի խայտարակության պատճառով եւ Ադրբեջանն էլ ցեխի մեջ չոքելա ծնկած այսինքն կներենք չոքել բարձր օգտագործում հազարողոր մի հոգուն ժամանակն մենք ասենք լավ Ղարաբաղը դառնում է ավտոնոմ այդ 4-5 շրջանները տալիս են քեզ Ադրբեջան Նախիջևանի հարցն ենք բացում Նախիջևանի վրով գազ ենք տալի մեջբերման ավարտ Կարեն Դեմերչյան դրա համար է սպանիկ մարդուն Վազգենի սպանությունը մի բերեք սպարապետ մեռավ բանակ մեռավ Վազգենը կոպեկ չարժեր սրա մեջ նույնիսկ Քոչարյանին հարցաքննելուց ձեր Վազգեն Սարգսյանին 1-2 հարց կարելի էր որպես կոկոնսպիրատոր հենց Լևոն Հայրապետյանի սպանության ու մատնելու մեջ Ես չեմ ուզում լրիվ բացվեմ ստեղ որովհետև ընթացիկ գործի քննության պրոգրեսիվ
ուղղությանը կարող է խցանումներ առաջացնի, գործը քննվում է, տղաներ աղջիկներ, քննվում է, ետմահու հետ էլ է դատվելու։ Սիրելի հայրենակից գվարդիա, հավսար զգաստ։ Երեք ես խոսել եմ, հա, իդեպ մի մեջ բերում անեմ, սիրելիներ, մի րոպե կներեք, մի վարքյան։ Էս, եթե չլնի վարչապետը կկորի Հայաստանը, ընտրաթերթիկ համար 5-ը, այսօր սոցիալիստ հասկ չգիտեմ ինչ ժամանակին որ եղել է, ժամանակին եղել է մի կազմակերպություն հասարակական, որի անունը հասկ է եղել, թե ցորենի թե ինչ, նրանց հին հիմնադիրներից մի երկուքին ճանաչել եմ, կարգին մարդիկ են, բայց այս բռնիկ որ ուղին եք այդ ախպեր։ Մարդը սոցիալիստ շեմին կոմունիստ է, այս մարդու մի կողքին նստածը ՀՀԿ-ա, մյուս կողքինը դաշնակ, ինչ գործ ունի Կարեն Դեմերչյանի լուսանկարը, քո կեմփեյնի մեջ տղա ջան, այսքան էլ Պնոկիո պիոներ կլի, որ դու ես, սա ընկեր, Արտյոմ, հանի այդ նկարը, շարժվանք առաջ։ Գվարդիա, հավսար զգաստ և ուշադիր, ձյաց գավարիտ, երեք խոսել եմ սրա մասին, այո։ Խոսել ենք Իսկենդեր, արդեն դոկտոր պրոֆեսոր դարակ, հա։ Well, գվարդիա, երբ որ խոսում էի stop, look, listen և stop, նշանակում է freeze, հա, նայի լսի հոտոտան, այս ամեն ինչը ներառյալ է դրան, թող նստի տեղը մի վարք։ Եթե նկատես, գվարդիական, գվարդիա էստեղ մեջտեղը գիծ կա հոց գիծ, որը անջատում է իրարից, առանձնացնում է, բայց նույն IR, infrared, ինֆրակարմիր սենսորը։ Այսինքն երկու տարբեր ֆունկցիոնալ detection, active, որոնման սիստեմ լինելով, IR սենսորը քեզ անում է հետևյալը։ Դու պետք է իրարես ես բոլորը։ Կբերենք այդ ամեն ինչ։ Actually, այս մի կողմինը, որ ուսին է դրած բան, actually ես սպասում եմ արդեն, ակնկալում եմ, որ մեր ռազմա արդյունաբերության նախարարություն կհայտարարի, որ մեր տղաները արդեն նման բաներ կիրառում են, բայց եթե չես ուզում հայտարարես, դու գիտես, ուղղակի են սխեման ինչ եղավ, տղեկ, իդա սխեման, որ այդ տուփը պետք է բացեիր, սխեման հանեիր, ինչ եղավ, որ ասրանք չհանեմ, տապեմ, կատակ եմ անում, եղբայր, սխեման խանա, պետք է, շտուցեր իրար միացնելով աթեսե չի մենակ, իշքան կարա շատ փոքր, բզեզներ արտադրի, տակը, ասենք 155 միլիմետրի կես քաշը տանող, հետը սնարյատ տանի, օրը մի 1500 արտադրի ինգեր, լից ամեն տեղ, անձրևի նման օգտագործեք, ջան, մեր վրեն չթապեք, իդեպ, կրակային ուղղության, սպան, հանգարց աղտեցի չնշանակեք, կատակ եմ անում, աղտեցիների մեջ հզոր զինվորականներ ունեմ, թե կատակ այլի, շուլուխ եմ անում, սիրելի հայրնակից հոց գիծով, գվարդիական հոց գծով առանձնացրել եմ նույն սենս, դու պետք է ճանաչես քեզ ինչն է ֆիքսում ու սպանում, որ սատկացնես դիմացին տղա ջան, հայրենիքի համար մեռնելով, հայրենիք չեն հզորացնում, հրաժարվեք դրանից, կամ մահ կամ ազատությունից հրաժարվեք, ասա հետում եմ սատկացնեմ, որ ազատագրեմ, հրաժարվեք մեռնելուց, ապրեք, ուրեմն ինֆրակարմիր սենսորը սիրելիս, այստեղ չեմ մանրամասելու, ուզում եմ հասանելի, հասկանաս և ոնց ես իրան պահում, ոնց ես կիրառում։ Ուրեմն ջերմային կողմը, այստեղ որ ավթոյա նկարած ներքևը, ու մենակ սև ու սպիտակա, գրածա ջերմային սենսորներ, տակը գրածա IR։ Ձախ կողմն ենք նայում հիմա։
ինքը detection-ը եւ իր արարքն ու գործն ու ամեն ինչը ինչ որ ներկայացնում է իր լրիվ ցելի լրիվ sense կաուչկա ինչ որ ունի ճունի իր լրիվ ավտարետիտը տակություն տենալու մեջ է Ղարեբ ուրիշ ոչի բան որի մերը շինելը շատ հեշտ է մեզ համար բայց մեջբերում եմ անում նորից քանի որ նորից էլ իմ բանակի հետ է առնչվում բայց ՊՆ-ի մեջ այդ վաղտ Կրասնի Մոսկվայի հոտը շատ փիս էր գալի էլի գլուշի տլա մտաներս դրա համար այն մատերիալը եւ ամեն ինչը որ ասել եմ իմ դասախոսության ժամանակ հարգելի փոխգնդապետ որ ամենահետևներ նստե էդի չի գախնիկը դրա հետ ուրիշ բան կա հանկարծ էդի կիրառելով չկարծես որ դու տաքստոց ունես չէի կարա այդտեղ այդ պահին էդի ասեի թո նստի տեղը Սուրո լավ եք պարոն Պապիկյան հա պարոն Պապիկյան մի մեջբերում անեմ էլի շատ արագ զենքի քջուջ անելով բա որ վերալիցկավորման խնդիր ունենանք եթե ինքը որոշի ասի օրինակումից որ առնում ենք այդ սնարյադը էլ չեմ կարա տամ բայց այդ տրուբեն վերդե կողեմ ուրեմն ջերմային կողմը տեսնում է միայն ջերմություն նույն IR ինֆրակարմիր սենսոր ստեղ ուրիշ բան կա բացատրելու այդպես է տեսնում գիշերը ոչ միայն քո այլ ընդհանրապես միջակայքի ջերմությունների տարբերությունները տեսնելով նկարը գալիս է դեմը նեգատիվ նկարով տեսնում է ուր ես ինչ ես անում կդրեցինք անցանք ավելի ընդլայնված խորացած մասը հիմա արդեն ուսի վրա է դնում զիմբորը ես այս սարքը որ տեսել եմ կամ շփվել եմ անձինք որ չեմ ուզում շատ խորանամ ստեղ այն որ տեսել եմ վարժանքների մեջ պատերազմից մի քանի տարիներ առաջ է եղել շատ տարիներ մի քանի շատ ու քիչ քեզ ինչ Սիրելիս այս սարքը որ դրած է ուսին Boomerang X այս սարքը որտեղից որ սնայպերի կրակն է գալիս հեռավորությունը elevation բարձրությունը azimuthով քանի աստիճան հյուսիս արևելքա թե արևմուտքա թե ինչ տոչնի բարձրությունը կետը ճշտում տալիս է քեզ մի քանի սնարյադ երեխեքը նռնականետ են նետում վույնենը օլուր եմ ղժած բայց դու ես ղժացե որովհետև կոկորտս падրի ասելով որ 13 թվին իդա կոտեմ ջրող Ադրբեջանի օրդու եկել է իդա Ամերիկայի Միացյալ Նահանգների Արիզոնա նահանգը ռազվյակի դասերի գոնե ամեն 36 հոգուս մի հատ երկու հատ է սարքից պետք է պարոն վերջապետ 26 թվին դուք բոլորդ վերջապետ այս ամեն ինչը դուրս մեր կյանքից մի հատ մարդ կա լուրջ մարդ է էլի գլուխը թրաշած սենց բան Սասունին ասում է Միքայելն այ գեղցի ասում է բան բայց մի րոպե էդի մեղադրանք է մարդու capacity-ն մեղադրանք չի ուղղակի բոլորս արդեն խոստովանիմքի եկանք որ ձեր շատերիդ խոսացող մանվելականներիդ եւ այլիդ մեր զինվորականի նմուշ չկա ոչ մեկը էլ իսկական կռիվ չեք տվեն հենց որ այն երեխեն որ մեջն է մնացե նստեք տեղները տախպեր իսկական երեխեքի կյանքը փրկողներն էլ ոչ մեկը Նիկոլ Փաշինյանի դուրը չի ծեծում մարտական խաչ ու արիության մեդալ պահանջում դուք եք անում էդի դրա համար էլ ձեր լակոտները անդաստիրակ գնացել են ստե թուրքը պետք է չմտնի ասում է պետք չէ լիստի ով է թողում թուրքին գա ով է ինչ ստորագրե ով է հող տալի զինվորական շորերով ընչի ես կապիկություն անում մեզ բոլորիս վիրավորում տրանով կանաչ համազգեստ հակըտ հայ զինվորական հանդես գալով միայն խաբեության եւ զինվորի իմպերսոնացիայի համար քեզ քրեական գործ է
հարուցվելու կարիք կա, որ դու զինվորական հագուստով քաղաքական ցույց ես անում։ Զինվորական հագուստով քաղաքացիական մեկնաբանություններ զինվորական հագված, կանի պաշտպանության նախարարության խոսնակը եւ գլխավոր շտաբի նշանակած խոսնակը Ասրյանի։ Դու ով ես, այ հոկտեմբերիկ։ Սիրելիս, պիտի հասկանաս ոնց է, գիտեմ մի քիչ ձանձրալի է, բայց գվարդիան պիտի հասկանայցի ոնց է։ Այնտեղ էնի տակություն է տեսնում, նույն սենսորը, բայց այս կողմը, այս սենսորը ավելի տարբեր ֆունկցիոն անելով radiation, ռադիացիա, ճառագայթում է սենց անում։ Այսինքն, եթե դու մի դերքեց ունես մեկ կոտեմ ջրող ազիգ, վեր կրակեց, այդ հանգիստ միջավայրի մեջ այդ պատրոնի բերած չեմ շատ մանրամասելու հանգստության մեջ պատկերացրա այդ մտնոլորտը սենց վարակույրի գծեր են, այդ վարակույրի մեջից որ պատրում է, այդ գծերը սենց քակ մեջ է ելնում, հա shit hits the fan, այդ անհանգստությունը հանգիստ տեղի տոչնի ճշտում է ձայնով, այս անգամ audio, այս տեսակ են ճշտե շատերիդ, նռնականները կես սկսել է խրամատների կողքերը թափել, եղել է այս բանը, հիմա սրամերը շինելու ձևն էլ կա, հազար ներողություն կներեք աղջիկներ, ճշեր, ուզում եմ տնական հայրենով ասեմ գոնե, որ հասնի, բումերանգի էլ հակահարվածը կա, այսինքն էլեկտրոնիկ պատերազմի մեջ ասիմետրիկ անկանոն կռիվը, գորելա եւ այլ, ասեմ էլի, քաղցր էլեմենտ է, երբ որ իմ հայկական կողմը Թուրքի բանակին ստիպված ծրայրավորման մեջ է թողնում, բերում է ծրայրավորան մեջ է թողնում եւ ստիպում է, որ $75,000 հրթիռ կրակի, $10 խրտվիլակի։ Խրտվիլակ մի խաղողի դաշտեր բլբուլ բանգալի գզում էին, չէ խաղող թուզ, մանավանդ հայկական թուզը։ Խրտվիլակ էիր տնում, հա, այդ նույն խրտվիլակը պատկերացրա, մի երկու ապուշել կային, մեկը պապին մեռել է, իրա կոշիկներն էին հարցնում գլխակ, ամոթ է տղեկ, չի կարելի, հանգուցյալի շորերը հանգիստ թողեք, կամ է տարեք թափեք միտեղ, գնացել է մարդը, օր մի անցավոր անց այ մարդ, պապու գլխարկն էր դրե խրտվիլակի վրան, մի հատ համով գյուղացի տղա, ախպերը, այդ գլխարկը ափսոս չի, ասի դրել ես այդ խրտվիլակի վրան, պապիկիս գլխարկն ամենահամով աննման աշխարհի մարգարիտ իմ Հայաստան ջան։ Ուրեմն այդ խրտվիլակը մտնում է էլեկտրոմագնետիկ ոլորտ, ասիմետրիկ կռիվ, որ ասում է 270-90 միլիոն դոլար եմ տվես լակատորը ֆռմա, հա խրտվիլակ է խփում, քթեք սրան, 10 միլիոն գլխին փող եմ դնում, մեր գլխի վրա փող կա, ասում եմ, գիտ հաստատ Սամվել Բաբայանի գլխի վրա փող դրել է Բաքում, իրա սարսափներից մեկն է, թրիքը սարվատ անգնում, Եդել Քոչարյանը չի է, բայց մի օր կուսեմ դատապարտումը լսեմ, քննադատումը Հայասպան Քոչարյանին, հարգելի գեներալ, շարժվեցինք առաջ։ Էլեկտրոմագնետիկ ոլորտ է մտնում խրտվիլակը, բայց տղա ջան դու էլ կիրառելով, պետք է ուղղություն բռնել իմանաս։ Stop, look առաջինը նայի չէ, բոլոր դիտարկման սարքերը մեջն են մտնում։ Երկրորդ կետ, ծեպրավիզելը մի քանի վարկյաններից շատ միացրած մի թող։ Մնա մութ։ Խավարի հրահանգ։ Լռության։ Բոլոր էլեկտրոնային սարքերը անջատված։ Մենք լռություն մութ գիշերին անձրև ու մառախուղ սիրող ենք։ Մենք ներթափանցող զորք ենք։ Էսի գրի կողքինիդ ցածր ձայնով պատմի
Եկանք տուն գնում ենք Վան, ոչ տուրիստ։ Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս, սիրելի ժողովուրդ, բոյկոտում ենք բոլորես ճաքած, յանը տարած, մրսցրած, ոնց ասեմ, այս անգրագետ երևույթներին։ Սրանց բոլորին բոյկոտում ենք գալիք ընտրություններին։ Վարդանանքը խնդրանք է հայտարարում, խնդրում եմ քեզ ժողովուրդ, մի ընտրեք մեզ, ընտրեք ձեզ։ Գրագետ մարդիկ հավաքվեք Վարդանանքի շուրջ, միակ ու մինուճարը դա, որ կսրբամաքրի քո բոլոր ինստիտուցիաները, որովհետև առաջին հերթին կսրբամաքրի մեր անգին մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Էջմիածնի ժողովուրդ, առանձնահատկացած, եթե Էջմիածնի ծնունդ ես, տնտես վարելու պարտադրված և պատգամ դրախտային քո առջև։ Դու, քո արույր զավակները, բոլորդ ԻՊՀ գվարդիական եք, Անդրանիկ Զորավարի սրբազան գործը, որ Վանի փախստականներին պիտի զինենք, էդ օրը եկավ։ Էդ օրը գալիս է պարսիկ ազիկ թուրք, հագոցի եմ ասե, գզոցի է գալիս։ 16-17 թվերից ասում եմ, ազիկ պարսիկ հագոցի։ Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս, Նախիջևան, Armenian Autonomous Region of Նախիջևան, քեզ օրհնյալու խաղաղ գիշեր Հայաստան։ Եվ մի բան ասեմ զգուշեղի, ոչ մի բանից։ Պահապանները տարթուն են, ինչպես են հզոր հայրական բազուկները վրան բոլոր ժամկետային ծառայողներին, ով կհանդիպի իրեն, այդ լեռան նման իմ եղբայրս Գևորգս, որ կանգնած է, որտեղ որ կանգնած է։ Հեն Էջմիածնի տղեկս, որ կանգնած են, որտեղ որ կանգնած են։ Տղեկ, ես ձերն եմ, դուք իմը։ Արիական գենը իսկական հայի, բնիկ տեղացի չէ, պարտադիրը, պարտադրվածը, կնքի և բնիկ սարքի տեղացի կախագանչ լող լոշտերին, որ հասկանան, որ հասարակության մեջ մենք բոլորս ունենք պարտականություն, բոլորիս ճուտիկ ու երեխեքը բոլորինս են, Աստված օրհնի մեր բալիկներին, հրեշտակների հետ զրուցելով բարի ու խաղաղ գիշեր քեզ Հայաստան ջան։